Սիրելի հայրենակիցներ, կառավարությունը ներկայացնում է ինչպես ավելի արագ ոչնչացնել Հայաստանը ծրագրի բյուջեի 24 թվականի կատարողականը։ Եվ այս ամենը սկսում է մեծարգով։ Ինչ մեծարգո։ Այն ամենը, որ անում է այս իշխանությունը մեր երկրի հետ, ընդհանրապես հարգանքի արժանի չէ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նրանց թուլությունն ու անկայունությունը ինչպես կարող են արժանանալ հարգանքի։ Իսկ կարող է ձեր ասած մեծ արգոն, արգո բառի մյուս իմաստն է, որևէ ենթամշակույթի ծածկալեզու, գողալեզու։ Դե տենց ասեք հասկանանք, հատկապես կառավարության ղեկավարի ու նրա կնոջ օգտագործած բառապաշարի համատեքստում։ Այժմ բյուջեի մասին։ Բյուջեի կատարողական այն մասին է, թե ինչպես եք դուք ձեր մեծամասնությամբ երկիրը միտումնավոր տանում անդունդ։ Դուք իշխանության ձեր ճանապարհն անցել եք ոչ թե ազնվությամբ ու սկզբունքներով, այլ ձեր ընտրողներին դավաճանելով, տրված խոստումներին նենգ խախտումով։ Դուք համաձայնել եք պաշտոնի դիմաց դառնալ տիկնիկ նրանց ձեռքում, ովքեր ատում են Հայաստանը եւ ձգտում են նրա ոչնչացմանը։ Դուք ամենավատ մղձավանջն եք, որ բոլոր նրանց համար, ովքեր հավատացին ձեր կեղծ խոստումներին։ Դուք պարզապես չեք կրկնապատկել մեր երկրի արտաքին պարտքը։ Դուք զրոյացրել եք մեր երեխաների ապագան, նրանց դնելով տասնամյակներ շարունակող պարտքային ստրկության մեջ, որտեղից շատ դժվար է դուրս գալը։ Դուք հանգիստ հաշտվում եք միլիոնների հասնող կոռուպցիոն գործարքների հետ, որ ծաղկում ու բազմանում են ձեր իշխանության օրոք։ Դուք խաղում եք նոր հարկերի ներդրման ու գոյություն ունեցող հարկերի բարձրացման քաղաքականությամբ։ Սա պարզապես նախընտրական խոստումների խախտում չէ։ Սա արհամարհանք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հավատացին ձեր սուտ խոստումներին։ Սա ժողովրդի թալան է իրականացված պետական կառավարման դիմակի ներքո։ Սա պարզապես սխալ չէ, սա սեփական երկրի տնտեսության սպանություն է։ Դուք ընտրություններից առաջ մի բան էիք խոստանում, իսկ իշխանության գալուց հետո արեցիք ճիշտ հակառակը։ Հիմնավորեմ սկսելով ժողովրդագրությունից։ Հաստատել եք ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարություն, որտեղ գերակայություններ եք հայտարարել ծնելիության մակարդակի աճ, մահացության մակարդակի նվազեցում, սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ակտիվ ներգրավում, թիրախավորված միգրացիայի ապահովում։ Իսկ ինչ եք արել այս ուղղություններով։ Ասեմ, ամեն ինչ, որ հայ է արտագաղթի Հայաստանից։